Արդեն երևի թե ոչ մեկին էլ զարմանալի չի, որ ոստիկանությունը դարձել է թիվ 1 հանցագործների պատասպարվելու վայրը, հա, որովհետև այս տարիներին մենք բազմաթիվ դեպքեր ենք անընդհատ ականատես լինում, իմանում, երբ որ հենց հանցագործություն կանխողը ինքն է դառնում հանցագործ, եւ սա չափազանց լուրջ խնդիր է, կարծում եմ սա հենց ներքին գործերի նախարարության իրական դեմքն է ցույց տալիս, այո, իմ ունեցած տեղեկություններով մի քանի օր առաջ Գյումրիում ձերբակալվել է ոստիկան, ով ըստ նույն տեղեկությունների Գյումրիի կամ Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության աշխատակից է, նախկինում աշխատել է Կոմայրի բաժնում որպես կարծեմ օպեր, այդ որում հետաքրքրականը այն է, որ մինչև դեպքը ինքը Դուբայում հանգստանալուց նորից ձերբակալվել է կողություն կատարելու համար, այնտեղ ինչ-որ duty free բան կողացել, հետագայում արդեն Գյումրի վերադառնալով հենց աշխատանքային ժամերին զբաղված է եղել թմրանյութեր տեղադրելով, կամ ինչպես ժողովուրդն է ասում, զակլատ չի եղել, այսինքն այդ նույն տելեգրամյան թմրանյութերի աղբու վաճառքով է զբաղված եղել, Ազգանը կարծեմ Պետրոսյան, չեմ ուզում ավելի մանրամասներ շեշտել, որպեսզի չխախտեմ նաև թեկուզ ձևական մասով մարդու անմեղության կանխավարկածը, կարծում եմ այս մասով կարևոր կլիներ, որ ոստիկանությունը տեղեկություններ տարածեր, վերջին հաշվով իրենք կոչված չեն միայն այս երկիրը հանձնողի անվտանգությունը ապահովելով, գոնե մի փոքր թող իրենց գործերով զբաղվեն, առավել ևս որ նման դեպքեր ունենում են, գոնե բացահայտեն եւ հայտարարեն այդ մասին, որ ժողովուրդը մի քիչ մտածի, որ իրենք նաև բուն իրենց առաքելությամբ են զբաղված։ Այս առավել ևս տելեգրամյան ալիքներով թմրանյութերի վաճառքը ինքը սկսվել է 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներից։ Այդ մասով մենք ասել ենք, որ այն ժամանակ կառավարությունը ժողովրդի այսպես բարձր էйֆորիայի տակ շատ աննկատ որոշում էր կայացրել թմրանյութերի չափաբաժինների այսպես ավելի հարմարեցնելով, ինչը հնարավորություն տվեց, որպեսզի այդ բիզնեսը ճակերտավոր ասած մեր երկրում հնարավորինս շատ տարածվեր, եւ սա կարծում եմ, որ ամբողջական կառավարության պատասխանատվության տակ է, որովհետև իրենք կարող են ընդամենը մեկ գրչի հարվածով բավականին այդ ծրագիրը կամ այդ շղթան այսպես քանդել, քայքայել, բայց տեսնում ենք, որ 7 տարի իրենք որևէ գործողություն չեն անում, ավելին սրա մեջ օր-օրի ավելի է շատանում հենց նաև ոստիկանության համակարգի աշխատողների ներգրավվածությունը։ Դուք նշեցիք, այո, ամիսներ առաջ նաև նորից դեպքի եղել խոսել ենք, բայց դրանից առաջ եղել, այսինքն վերջի գոնե 3-4 տարին ես անընդհատ հիշում եմ նմանատիպ դեպքեր, երբ որ հենց դրանով զբաղված են եղել կամ պարեկային ծառայության աշխատողները կամ ոստիկանության այլ ստորաբաժանման աշխատողներ։ Ու այդ տվյալ դեպքում արդեն խոսքը գնում է հենց քրեական ոստիկանության մասին, որը ի պաշտոն է ինքը պետք է զբաղված լիներ այդ ամեն ինչը կանխարգելով եւ նաեւ այդ ամեն ինչի թեմը կանգնելով, բայց ցավոք մենք տեսնում ենք, որ հակառակն է կատարվում եւ սա մեզ ենթադրություններ է տալիս, հնարավորություն է տալիս ենթադրություններ կատարելու, որ արդեն հենց ուժայիններին են պետական մակարդակով ներգրավել այս գործի մեջ, եթե այդ մի հոգուն կամ 10 հոգուն ձերբակալել են, պատկերացրեք իշքանական որ չեն ձերբակալել, երևի դրանք մի քիչ չգիտեմ, չեն կիսվել, հա, իրենց շահութաբաժնից եւ դրա համար են ձերբակալել, այսինքն ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլևս իրավունք ունեմ ցանկացած տեսակի ենթադրություններ կատարել ներքին գործերի նախարարության անգործության կամ դիդավորյալ հանցավոր արարքներ թույլ տալու մեջ,